Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, պետք հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի, աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված եւ ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաեւ զինվորական համազգեստի նմանվող հագուստներ, որոնք ըստ ձեռք բերված նախնական տվյալների վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին։ Համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս տնտեսվարողները 2020-ից 24 թվականների ընթացքում թաքցրել են շուրջ 3 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով պետք հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ, այսպես նաեւ պաշտպանելով օրինական բիզնեսի շահերը։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։